Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ մենք մեկնարկում ենք զրույց քննարկումների շարք ամենատարբեր սոցիալական, մշակութային, հոգեբանական, տնտեսական, պատմական հարցերի վերաբերյալ։ Այս համատեքստում որպես առաջին հաղորդման հյուր մենք հյուրընկալել ենք պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանին, պարոն Աղզումցյան, շատ շնորհակալ եմ հանդիպման հրավերը ընդունելու ներկա գտնվելու համար։ Մինչ հանդիպումը սկսել է, ես ուզում եմ ձեզ շնորհավորել օրեր առաջ տեղի ունեցած ձեր 80-ամյակի կապակցությամբ եւ հարցնել։ Պարոն Աղզումցյան, ո՞րն է ձեր մոտիվացիան ամեն օր արթնանալու եւ Երևանից տեղափոխվելու Տավուշի մարզ եւ դասավանդելու Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում։ Սա ինձ համար մի քիչ ավելի հպարտության զգացում է առաջացնում եւ նաեւ բարի նախանձ, որովհետեւ հաշվի առնելով ձեր փորձառությունը, ձեր տարիքը եւ ձեր ջանքերը, որ շարունակում եք ներդնել կրթական համակարգում, խիստ գովելի են։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհավորանքի համար։ Ասեմ ձեզ, որ եթե մարդը զբաղվում է իր սիրած աշխատանքով, ամեն ինչը հաղթարվում է, որտեղ առաջնայինը այդ գործն է, որին դու նվիրյալ ես։ Այդ գործը ինձ համար դարել է հոգեբանությունը։ Եվ այդ հոգեբանության մեջ դարել է երկու երևույթների միասնություն, որը կոչվում է գիտություն եւ կրթություն, որտեղ դրանք իրականում իրար հետ միացյալ են։ Մենք ենք առանձնացնում գիտություն, կրթություն, իրականում երկուսն էշավում են, երբ որ համատեղում են։ Եվ մոտիվացիան նաև կապված է նրա հետ, որ ոչ ամեն օր եմ գալիս ես Իջևան, բնական է, բայց ես դեռ նախքան Իջևանի մասնաճյուղ դառնալը ԵՊՀ-ի, եղել է քոլեջ, Կարայան Համլետի ղեկավարությամբ, որը հետո վերածվել է մասնաճյուղ։ Այդ ժամանակվանից եմ ես այստեղ, այսինքն հիմքերից ես այստեղ եմ եղել։ Եվ եղել եմ ժամանակին 4 տարի հումանիտար ֆակուլտետի դեկան եւ հավանական որոշ ջանքերը օգտագործել են, որ նաեւ մասնագիտություն, հոգեբանություն եւ մանկավարժություն բացվի այդ մասնաճյուղում։ Բացի դրանից, գիտեք, եթե սիրում ես, հաղթահարվում է ամեն ինչը։ Տարածություն, բարդություններից մեկը գիտեք որն է եղել, 90-ական թվականներին որ գալիս ենք, դեռ թունելը չկար, եւ այդ վերելակների վերևի մասում շատ մառախուղ էր։ Մենք իջնում ենք, կիսա ջարդված մեքենա, իջնում ենք մեքենայից առաջ էինք քայլում, որ մեքենան չգլորվի ձորը։ Ուզում եմ ասել այնքան եւ այդ ժամանակ, երբ որ համալսարանի մասնաճյուղը ընդունվեց որպես այդ քոլեջը, ապա փոխվեց անունը եւ ֆունկցիան, Երևանի Պետական Համալսարանի ամբիոնի վարիչներն են գալիս։ Այն ժամանակ ես եղել եմ Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ։ Գալիս են լավագույն դասախոսները, որովհետեւ մեծ կարեւորությունը հասկանալով ուղղակի մեզ ռեկտորը կանչեց, բացատրեց իրադրությունը, որ պետք է շատ բաների պատճառով ստեղծվի այդ ֆիլիալը։ Եվ փաստորեն գիտեք ինչ է, ես շատ գոհ եմ դրա համար, որովհետև նախ եւ առաջ Հայաստանը ավելի լայն եւ խորը ճանաչեցի, ինչ որ հարցով ոչ միայն Իջևան, այլ նաեւ ճանապարհը բանը որ գնում ես ուզած հետաքրքրում է։ Այնպես որ ես շնորհակալություն պետք ոչ թե ինձ պետք է շնորհակալություն հայտնել, այլ ես պետք է շնորհակալություն հայտնեմ, որ այդպես հաջողության եւ ապագայում երբ նորից հրավիրեցին ինձ, որ ես վերադառնամ տարիներ առաջ, ես առանց մտածելու նորից վերադարձա եւ ինձ թվում է կարեւոր էր, որովհետեւ փոխվել է հոգեբանության էությունը, իմաստը եւ փոխվել է հոգեբանության ֆունկցիաները, ինչքան որ կյանքը բարդանում է, այնքան ավելի շատանում են հոգեբանական խնդիրները եւ անձի եւ հասարակության եւ պետության եւ այստեղ մեծ նշանակություն ունի լավ բոլոր ուղղություններով լավ մասնագետներ պատրաստելու։ Ձեր խոսքում նշեցիք, որ շատ սիրում եք այն, ինչ անում եք, ու դա թերևս շատ ուղիղ կապ ունի մեր այսօրվա թեմայի հետ, որ կքննարկենք, այն է մարդու ապագա մասնագիտության ընտրության հոգեբանական խնդիրները։ Ես մարդու առհասարակական մասնագիտության ընտրությունը մեր ինքնության ձևավորման կարևորագույն փուլերից մեկն է, որի վրա ազդեցություն են ունենում ոչ միայն այն կարողությունները, գիտելիքները, հմտությունները, որ ունենք, այլ նաև մի շարք արտաքին
դրդապատճառներ, վարքի առաջնորդներ, ծնողներ, ընտանիք, սոցիալիզացիայի տարբեր միջավայրեր եւ այլն։ Ինձ համար հետաքրքիր է, ինչպես է ընտրվում մեր հասարակության մեջ ամենատարբեր գործոնների ազդեցությամբ, ինչպես է տեղի ունենում այդ process-ը մասնագիտության ընտրության։ Ես հուսով եմ, որ դա հետաքրքրում է ոչ միայն ձեզ, այլ ընդհանրապես նաև այն մարդկանց, որոնք դիտելու են այս հաղորդումը։ Ուրեմն, գիտեք, բանը նրանումն է, որ մենք սխալ ենք մոտենում այդ խնդրին, որովհետև մոտենում ենք այդ խնդրին այն ժամանակ, երբ որ արդեն երիտասարդը պետք է ընտրի ապագա մասնագիտությունը։ Իրականում հիմքերը դրվում են ավելի շատ վաղ։ Դա կապված է հոգեբանական հենց օրինաչափությունների հետ, որովհետև ժամանակակից հոգեբանությունը ունի արդեն լավ հաստատված փաստ, որ երեխայի հիմնական հատկությունները ձևավորվում են մինչև 6 տարեկան, այսինքն դրա պատասխանատուն ընտանիքն է եւ հիմնականում ծնողները բնական է, առավել եւս մայրը, որտեղ երեխայի օրգանիզմը պատրաստ է դաստիարակվելու, ինչ որ առումով սովորելու, դա սովորելը մենք անպայման կապում ենք կարդալու հետ, ոչ միայն։ Դա նաեւ զգարանների զարգացումն է, որը սովորելու շնորհիվ է տեղի ունենում, ակտիվ լինելու տեղի է ունենում, նախքան ծնվելն է տեղի ունենում։ Օրինակ, ասենք, տեսողությունը չէ, ծնվելուց հետո է զարգանում, բայց լսողությունը հղիության 5-րդ ամսվա վերջումն արդեն կա։ Եվ փորձերը ցույց են տվել, որ եթե մայրը այդ ժամանակից, այսինքն 5 ամսից հետո շատ երաժշտություն է լսում, երեխան ծնվում է վառ երաժշտական ընդունակություններով։ Կամ եթե խոսում են երեխայի, չծնված երեխայի, որտեղ լսողությունը արդեն ունի, հետ երեխան ավելի լավ է երեխայի մոտ զարգացում խոսքը եւ լեզուն։ Ուզում եմ ասել, մեր մոտեցումը մի քիչ ոնց որ հին մոտեցում է, որ գիտությունը չէր կարող շատ բաների պատասխանել, բայց հիմա դա կա։ Ուղղակի հոգեբանության նկատմամբ վերաբերմունքի հարց է ոչ միայն գիտնականների միջև, նաև գիտնականների միջև, այլ բնակչության մոտ։ Մենք վերջի ժամանակներն ենք արդեն բավականին այսպես թեթև մոտենում, եթե մարդը դիմում է հոգեբանի։ Նույնիսկ դա դառել է մոդայիկ։ Երևանում օրինակ կան եւ ոչ միայն Երևանում կան, այսպես ասած, էլիտար հոգեբաններ, որոնք էլիտար մարդկանց են ընդունում եւ դա քիչ գումար չի դրա եւ զարմանալին գիտեք ինչ է որ հոգեբանության նկատմամբ փոխվել է վերաբերմունքը նաեւ այն պատճառով որ տնտեսական հարցեր է լուծում հոգեբանությունը փող բերող եւ աշխատանքի շնորհիվ փող բերող որովհետեւ դու քո մոտ գան այցելուներ որովհետեւ դու կարողանաս խորհուրդներ տալ եւ այլն դու պետք է լավ մասնագետ լինես այո հոգեբանական տեսանկյունից ինչ է նշանակում ընտրել ճիշտ մասնագիտություն այս հարցի մոտ ինչու առաջացավ, որովհետև մենք գիտենք, որ մեր հասարակության մեջ շատ կան ապահով մասնագիտություններ կոչվածը, իրավաբաններ, տնտեսագետներ, մի շարք մասնագիտություններ, որոնք միշտ մոդայիկ են եւ համարվում են ապահով մասնագիտություն։ Եվ շատ հաճախ ապահով մասնագիտությունը հակասության մեջ է մտնում ճիշտ մասնագիտություն ընտրելու հետ հոգեբանական տեսանկյունից։ Ինձ համար հետաքրքիր է իմանալ 15-ից 20 տարեկան այն ժամանակահատվածը, երբ որ երիտասարդը փորձում է կողմնորոշվել մասնագիտական առումով աշխատաշուկայում, աշխարհում, համալսարանի ընտրության հարցում եւ այլն, որոնք են հոգեբանական տեսանկյունից այն ասպեկտները, որ պայմանավորում են մասնագիտության ընտրությունը։ Նախ եւ առաջ ասեմ, որ քանի որ մասնագիտություն ընտրողը մարդն է, ուրեմն կան հոգեբանական հատկություններ, որոնք մասնագիտության հետ կապ չունեն։ Օրինակ, եթե մարդը ինքնուրույն է, այդ դեպքում իր ընտրությունը նույնպես ինքնուրույնություն է տեղի։ Ուղղակի պետք է օգնես, որ ինքը ճիշտ ընտրի, օգնես, ոչ թե միջամտես, տարբեր բաներ են բոլորովին։ Երկրորդը դա նա է, որ մենք շատ քիչ զբաղվում ենք պրոպագանդայով, թե որ մասնագիտությունը ինչ է տալիս, մենք նույնիսկ չգիտենք։ Ես հիմա մի զարմանալի տվյալ պետք է ասեմ,
մասնագիտության մասնագիտությունների մասնագետները, որոնք հետազոտում են մասնագիտության զարգացումները, փոփոխումները, պարզաբանել են, որ IT-ի հետ կապված, կոմպյուտերիզացիայի հետ կապված, ուրեմն մոտավորապես 20-30 տարվա ընթացքում վերանալու են բոլոր մասնագիտությունների մոտավորապես 30-40%-ը։ Այսինքն այն ինչ որ հիմա շատ կարող է ընդունված լինել, մարդիկ գնան սովորեն, վերանալու է։ Դրանց տեղը ինչ է լինելու, մինչև հիմա ոչ պարզ չի։ Եվ եթե պարզ չի, թե ինչ մասնագիտություն է առաջ գալու եւ որը կլինի կարեւոր, կրթությունը պատրաստ չի դրան։ Ուզում եմ ասել, այդ մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը հին մոտեցումը, այ դուք ասեցիք, որ շատ դուրս եկավ այդ առաջի անգամ եմ լսում, ապահով մասնագիտություններ, շատ դուրս եկավ այդ արտահայտությունը, բայց շատ խաբուսիկ է, օրինակ տեսեք, իրավաբանական ֆակուլտետը, որ միշտ շատ քանակով մարդ է, իրավաբանները հետո աշխատանքի տեղ չունեն։ Իրական պայմանը այդպեսին է։ Նույնը վերաբերվում է ուսուցիչներին, թեպետ ուսուցիչների շատ մեծ կարիք կա, բայց տնտեսական հարցեր կան, որոնք թույլ չեն տալիս լավ ապագա ուսուցիչը գնա ուսուցիչ դառնա, որովհետև չի կարողանում ապահովել իրեն նորմալ տնտեսական պայմանները։ Եվ այդպես կան մի շարք մասնագետներ։ Եվ այստեղ մարդկանց մոտ առաջ է գալիս, որովհետև տնտեսական հարցը կարևոր հարց է, ոչ առաջնային, թեպետ կարելի ասել առաջնայիններից մեկն է, առաջ է գալիս ոչ թե մասնագետությունը ընտրել, այլ այնպիսի մասնագիտություն, որը ապահովի։ Եվ այդ մարդիկ դժվարությամբ են նախապես հասկանում, որ շատ արագ ժամանակ տեղի է ունենալու հիասթափություն, արագ ժամանակ տեղի է ունենալու, եթե դու ոչ սիրած գործով ես զբաղված, հոգեբանության մեջ հիմա առաջնային խնդիրներից մեկը հուզական այրումն է։ Մարդը այրվում է հուզականապես եւ տարբեր տիպի հիվանդությունների հիմք է առաջ գալիս։ Ուզում եմ ասել, այդ մասնագիտության ընտրության հարցում պետք է պատրաստվի հողը։ Մեկ պետք է մարդիկ, ովքեր պետք է ընտրեն, ինքնուրույն լավ կլինի, եթե ընտրեն։ Պետք է իմանան, իսկ ինչ մասնագիտություններ կան։ Օրինակ տեսեք, Իջևանի մասնաճյուղի ստեղծումը նաև կապված էր, որ ապահովել Տավուշի մարզի պահանջները, բայց արդյոք Տավուշի մարզը ինքը պատկերացնում է, թե ինչ մասնագիտություններ պետք է լինեն մոտակա, ասենք մի 2 տասնյակ տարվա ընթացքում։ Եվ համապատասխան, եթե կա համալսարան, բնական է, որ տրամաբանական է, որ պատրաստի այն մասնագետներին, որոնք Տավուշի մարզում պետք են։ Ուզում եմ ասել, այստեղ մի հարց չի միայն ընտրելը, այլ այստեղ սոցիալական, տնտեսական, քաղաքական, սաղ իրադրությունները իրար հետ խառնվել են եւ շատ դժվար է այդ դեպքում խոսել մասնագիտական ընտրության մասին։ Օրինակ, կարող է արտակարգ մասնագետ լինել, բայց հնարավորություն չունենա այստեղ սովորելու եւ տնտեսական հնարավորություն չունենա գնալ ուրիշ որևէ քաղաք, Երևան կամ ուրիշ մի որևէ երկիր եւ վերջ։ Իսկ մարդը կարող է շատ լավ աշխատող լինել եւ արդյունավետ հուսալի արդյունք տալ, եթե նվիրալ է գործին։ Եվ նվիրալ է ոչ թե փողի համար, այդ գործի համար, որովհետեւ գիտեք, եթե փողը դառնում է ոչ թե նպատակին հասնելու միջոց, այլ ինքը դառնում է նպատակ, խառնվում է ամեն ինչը։ Ցավոք սրտի մեր ժամանակներում նկատվում է փողի առաջնությունը։ Եվ այդ փողի առաջնությունը արդեն ինքը շատ վատ արգելակ է հանդես գալիս մասնագիտության ընտրության հարցում, հասկանում եք։ Այստեղ շատ կարևոր է, որ հնարավորին չափ շատ ծանոթացնել մասնագիտությունը, պրակտիկորեն, պատմելով, կարդալով չի։ Շատ հարցերում, դաստիարակության հարցերում մենք ուշադրություն ենք դարձնում լսողությանը, իրականում տեսողությունն է կարևոր։ Առաջի հերթին ավելի լավ որոշման ընդունման հիմքը տեսողությունն է, տեսնելն է, ոչ թե լսելը։ Կարող ենք շատ լավ երևում է դաստիարակությունը, երեխան փոքր տարիքի երեխան ինչ որ մի բան է արել, ծնողը սկսում է խոսել իրան, շատ ճիշտ բառեր է ասում, բայց ոչ երեխայի համար։ Եվ ոչ երեխայի մտածողության համապատասխան, հասկանում եք, նույնը տեղի է ունենում ավելի հասուն տարիքում։
Այդ իրադրությունը, բարդ իրադրությունները արդյոք մենք պատրաստ ենք հասարակությունը, ընտանիքը, պետությունը եւ այլն ապահովել այն կայունությունը եւ այն վիճակը, որ մարդը իրենը զգա ազատ եւ կարողանա իր պոտենցիալը, որը ինքը իր մեջ ունի, իրականացնել, որ դրանից է կախված մեր հասարակության եւ ընտանիքի եւ հիմնարկի եւ պետության բարի վիճակը։ Երբ ավելի լայն ենք նայում թեմային, ըստ էության մասնագիտության ընտրությունը իմ ընկալմամբ գոնե, դա պարզապես աշխատանքի ընտրություն չի։ Մասնագիտությունը ինձ համար կյանքի ընթացքում անընդհատ կատարելագործվելու, անընդհատ սովորելու, անընդհատ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունն է, որը առաջացնում է գումար վաստակելու հնարավորություն։ Բայց միջև գումարի մասին մտածելը պետք է անցնել ճանապարհ, ունենալ հմտություն կարողություն, որի վաճառքը կբերի քեզ բարձր վարձատրվող աշխատավարձի։ Եվ նայում ենք, որ թեմայի այս կողմում դեռահաս պատանիներ են, որոնք առանց այն էլ էմոցիոնալ, ամենատարբեր խնդիրներով են մասնագիտության ընտրության ժամանակահատվածում, քանի որ ըստ էության մենք 15 տարեկանից սկսած արդեն սկսում ենք մտածել այդ ուղղությամբ։ Մյուս կողմում ծնողներն են, ովքեր գիտեն ու ունեն իրենց համոզմունքները, թե որ մասնագիտության ընտրության դեպքում իրենց երեխաները կապրեն ավելի ապահով, ավելի բարեկեցիկ։ Լինելով երեխայի դերում եւ պատկերացնելով ինձ երեխա, ըստ էության ես էլ եմ այդ շրջափուլը անցել, հասկանում եմ, որ սխալվելու վախը կարող է մղել բառացիորեն, հետևել ծնողի խորհրդին, ուղղորդմանը եւ ընտրել այն մասնագիտությունը, որը ծնողն է համարում ճիշտ։ Ինչ որ առումով սա բնական process է։ Մեր հասարակության մեջ ըստ էության այս թեմայի շրջանակում շատ կատեգորիկ են մոտենում։ Եթե ընտրում ենք մի մասնագիտություն, պիտի պարտադիր այդ տարի ընդունվել այն ֆակուլտետը, որը դու ես ընդունում եւ չընդունվելու մասին նույնիսկ չենք կարող մտածել։ Եթե փորձում ենք խորանալ այս process-ի մեջ, ինքը շատ ստրեսային է պատանի կամ դեռահասի համար։ Եվ շատ հաճախ միայն բավական է այդ սխալվելու վախը մասնագիտության ընտրության հարցում, որ դու այլևս չմտածես այն զբաղմունքների մասին, որը սիրում ես։ Ու ինձ համար այդ սիրելը նաև խթան է սովորելու համար, բայց եթե դու ընտրում ես մի մասնագիտություն, որը համոզմունքն է քո ծնողի, եւ դու հոգեբանորեն հասկանում ես, որ դու չես կարող օրինակ լինել լավ իրավաբան, բայց հասկանում ես, որ իրավաբանությունը, ինչպես դուք նշեցիք, ինքը շատ ֆինանսաբեր է, որպես մարդ քեզ մոտ առաջանում են հակասություններ, ինչ ընտրել։ Ինձ հետաքրքիր է, ինչպես հաղթահարել սխալվելու այդ վախը, այդ տարիքում, այդ գործոնների ազդեցության ներքո, որպեսզի կարողանաս խոստովանել կյանքի որևէ փուլում, որ օրինակ ընտրել ես սխալ մասնագիտություն եւ ուզում ես այլ բան սովորել։ Գիտեք, բանն նրանում է, մենք էլի նորից պետք է իջնեմ տարիքով ներքև, մենք ասում ենք այն տարիքը, որտեղ տեղի է ունենում իրականը, բայց դրա հիմքերը ավելի վաղ են։ Էլի նորից եմ ուզում ասել, որ անձի ամենակարևորագույն հատկություններից մեկը ազատությունն է։ Այդ ազատությունը մենք սխալ ենք հասկանում։ Ազատությունը պարտավորվածություն է առաջի հերթին։ Թե չէ մենք հասկանում ենք ազատությունը, որը բերում է անարխիայի։ Ազատ է, ինչ ուզում եմ անում եմ։ Այդպես մոտեցումը շատ սխալ է, իսկ դա ցավոք սրտի այդպես է ըմբռնում, որովհետև ծնողական հսկողությունը շատ բերում է նրան, որ դու դառնում ես ներքիստով անարխիստ, որ մի քիչ պետանում ես ինքնուրույն ես դառնում, այդ կապանքները ուզում ես փոկել ամեն ձևով ու շատ հետաքրքիր բաներ կարող են, արդյունքներ այստեղ լինել։ Այդ ազատությունն է կարևոր։ Գիտեք ինչով է կարևոր։ Որտեվ եթե դու սխալ բան արեցիր, պատիժն ես ստանում։ Եթե դու ինքնուրույն ես արել, պատիժ չկա։ Ինքդ քո հետ ես։ Այդ ինքնուրույնությունը նաև դրա մեջ է։ Ես իմ երեխաներին երբևիցե չեմ ասել, գնացեք, այս սովորեք, այն սովորեք։ Դուք եք ընտրում, եւ այդ ոչ միայն ուսուցման հարցում, բոլոր հարցերում։ Դու ինքդ որոշի, հարցրու խորհուրդ տամ, բայց ես քո տեղը որոշում չեմ ընդունում, դու պետք է որոշում ընդունես։ Ցավոք սրտի հայկական ընտանիքներում ավելի շատ թելադրող ուղղություն են ընտրում, որը սխալ է, որտեղ իրանել են ժամանակին այդպես դասիրակել, ժամանակի հարց է։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Տեմպերը մեր հասարակության կյանքի փոփոխման այնքան արագ են,
որ գիտությունը չի հասցնում այդ արագությանը։ Եվ այդ առումով էլի մի ելք կա։ Ես օրինակ տեսնում եմ դա նրանում, որ հոգեբանությունը ավելի բազմատեսակ պետք է մտնի մարդու կյանքի մեջ։ Ավելի բազմատեսակ։ Եվ նախածնված ժամանակ, եւ ծնված ժամանակ, եւ տարիքների հետ միատեղ, օրինակ ես ասեմ իմ ուսանողներին, խոսքը գնում է հենց Իջևանի մասնաճյուղի հոգեբաններին, խորհուրդ եմ տալիս, երբ տարիքային ինչ-որ բաներ են, որովհետև տարիքի հետ մարդը փոխվում է, բնական է, կա արդյոք ինչ-որ մի հատ գիրք, որը ներկայացնի տարիքային հոգեբանական առանձնահատկությունները։ Կա ակադեմիկոս Ռեյանի գիրքը, որը կոչվում է «Ծնվելուց մինչև մահ», որը տալիս է բոլոր տարիքի յուրահատկությունները։ Եվ հետո երբ նայում ես այդ յուրահատկությունները, որ բնության կողմից տրված են եւ զարգացման ենթարկող են դրանք, տեսնում ես, որ ինչքան հաճախ դաստիարակության եւ այդ դաստիարակությունը միայն ոչ ընտանիքն է, այլ հասարակությունն է, միջավայրն է եւ այլն, ինչքան է խափանում այդ ինքնուրույնությունը, ինչքան է սահմանափակում ինքնուրույնությունը։ Օրինակ դպրոցական ուսուցումը այդ առումով այնքան էլ առաջադեմ չի, որտեղ ամբողջ ուսուցումը թելադրական է լինում։ Մարդը, որը գալիս է ուսուցանելու, պետք է իմանա, որ ուսուցումը հաճույք չի։ Առաջի հերթին դա դիսցիպլինա է, հասկանում եք։ Ցավոք սրտի նույնիսկ շատ եւ ուսուցիչներ եւ դասախոսներ բոլորին ուրիշ ձևով են հասկանում այդ ազատությունը։ Էլի թելադրություն, էլի ստիպողական։ Եթե դու ճիշտ ես անում կազմակերպում դասը, քեզ պետք չի հսկող ֆունկցիաներ կատարել։ Հասկանում եք, այս շատ բաներ, այնպես ինչպես երեխայի ապագան կապված է ծնողների հետ, ապագա ուսուցման մասնագիտությունը ընտրության հարցում կապված է այն մարդկանց հետ, որոնք ապահովում են մասնագետ դառնալը։ Դա դպրոցն է, բայց դպրոցը համաընդհանուր զարգացման երևույթ է։ Բուհում մարդը ձևավորում է որպես ապագա մասնագետ։ Ես ձեզ ասեմ, ժամանակին Երևանի պետական համալսարանում մենք փորձ ենք արել տարբեր ֆակուլտետների 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողներին։ Դա կապված էր կողմնորոշման հետ մասնագիտական եւ պարզվեց, որ ուսանող տարբեր ֆակուլտետների ուսանողների տասնյակ տարիներ առաջ եղել դա, ուսանողների 70%-ը, որոնք արդեն 3-րդ, 4-րդ կուրս են, այսինքն այնպես չի, որ առաջի կուրսեմ գնամ ուրիշ տեղ սովորեմ, տեղափոխվեմ։ 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողների 70%-ը հիասթափված են ընտրված մասնագիտությամբ։ Ուզում եմ ասել, այստեղ եկեք իջնենք ավելի ներքև, այդ իջնելու հարցում ինձ թվում է շատ կարևոր է մեր ամբողջ համակարգի, այսպես ասած, մտածելաձևի փոփոխումը, բայց հոգեբանության, դա արվում է հոգեբանական եւ կիրառական, գործնական հոգեբանության եւ հոգեբանական մասնագետների ավելի լայն ընդունումը։ Հոգեբանությունը դեռ որպես, այսպես ասած, անհրաժեշտ շատ կարևոր մարդուն ձևավորող, պետությանը ձևավորող երևույթ չի դեռ հասանել։ Իսկ այն ժամանակ, որ զարգացած երկրներում հոգեբանություն մասնագիտությունը գրավում է ըստ իրեն կշիռի 3-րդ, 4-րդ տեղը։ 3-րդ, 4-րդ տեղն է գրավում։ Օրինակ Ռուսաստանում հիմա վերջի 5 տարվա ընթացքում ահավոր ավելացել է մոտավորապես 5 անգամ ավելացել է այն մարդկանց քանակը, որոնք դիմում են հոգեբաններին եւ ոչ միայն հոգեբանական խնդիրներին, այլ խորհրդատվության արդյունք ինչ անեմ, չգիտեմ, ինձ չի երիկանում գիտելիքներ կամ հնարավորություններ, այս պարագայում ինչ անեմ, եւ հոգեբանը համապատասխան ազդելով եւ գիտելիքներով եւ փաստերով կարողանում է փոխել աշխարհայացքը, արդեն ինքը մարդն է փոխվում այդ դեպքում։ Հասկանում եք, սա շատ կարևոր է, դրա համար Իջևանի մասնաճյուղի հոգեբանական բաժնի նշանակությունը ես շատ եմ գնահատում եւ դա էլ է պատճառ, որ ես գալիս եմ։ Նշեցիք, որ դեռևս տարիներ առաջ ունեք հետազոտություն, երբ ուսանողների 3-րդ, 4-րդ կուրսերում ըստ էության ավարտական կուրսերում են արդեն եւ էլ չեն ուզում այն մասնագիտությունը, չի երջանկացնում իրենց այն մասնագիտությունը, որում սովորում են։
Ես ուզում եմ նշել, որ դա հիմա էլ արդիական է, որովհետև շատ ուսանողներ, երիտասարդներ դեռ շարունակում են զբաղվել կամ սովորել այն ֆակուլտետներում, որն իրենց պատկերացմամբ իրականում չի երջանկացնում եւ ապագա ընտրության մասնագիտության հարցում ըստ էության այդ մարդիկ ենթագիտակցորեն գոնե թե ընդունում են, որ սխալվել են։ Ես շատ քիչ եմ իմ միջավայրում նաև հանդիպում մարդկանց, ովքեր ավելի մեծ տարիքում նոր մասնագիտություն են սովորում։ Եվ դրան զուգահեռ նրանք շարունակում են ինչ որ առումով երջանիկ չլինել այն մասնագիտությամբ, որով աշխատում են։ Ընդ որում այստեղ նույնիսկ ֆինանսական կոմպոնենտը խնդիրը չէ, այսինքն ես ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր բարձր վարձատրություն ունեն, բայց մեկ էլի երջանիկ չեն այդ մասնագիտությամբ, այսինքն ես չեմ ուզում մենք կենտրոնանանք բացառապես այդ ֆինանսական մոտիվացիայի վրա, դա բաղադրիչներից մեկն է, այո, շատ կարևոր է, ապահովության զգացումը մարդու բազային զգացողություններից է, բայց առաջնահերթությունների մեջ ըստ էության միգուցե առաջնայինն էլ չէ։ Ինչով է պայմանավորված, որ մարդիկ չեն ուզում փոխել այն մասնագիտությունը, որը իրենց չի երջանկացնում։ Առավելապես ավագ տարիքում չեն ուզում սովորել նոր մասնագիտություն։ Ինչն է պատճառը։ Գիտեք, ես մի քիչ ուրիշ ձևով եմ նայում այդ խնդրին։ Ինչի հանգարց առաջացան բազմաթիվ տարբեր տիպի տեսակի եւ տևողությամբ ուսուցման ծրագրեր։ Ինչն էր պատճառը, չկար չէ դա, ինչ էր պատճառը, պատճառը նա էր, որ ավելացան այն քանակով մարդիկ, որոնք այն չեն սովորել և այն մասնագետը չեն կարող դառնալ, այդ դեպքում առաջնային դեր սկսեց կատարել գումարը, այն որը դրա համար ավելի շատ տնտեսագիտությունն է, իրավաբանականն է, և այդ տիպի բաներ, ուզում եմ հիմա հոգեբանությունն է, մեծ քանակով տրեյնինգներ են կազմակերպում հոգեբանության, այսինքն սա սխալների ուղղելու ճանապարհներից մեկն է, հասկանում եք, փոխանակ մենք այնպես անենք, որ սխալ քիչ անենք, կամ այդ ուժի սխալ չանենք, մենք սկսում ենք, այդ գիտեք բանը, երբ հայկական սովորույթը, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չէ բժշկության, պետք է հիվանդ լինես, որ դիմես բժշկի, փոխանակ դու ժամանակ առ ժամանակ բժշկին դիմես, որ չհասցնես հիվանդությանը, այս է նույնն է, ուրեմն ստացվում է սիմպտոմը, մենք սկսում ենք ուշացումով աշխատել, այն էլ այդ ուշացման ժամանակ մենք մոռանում ենք մարդուն շատ հաճախ։ Եվ ընդհանրապես պետք է լավ հասկանանք, որ ամենակարևորը, ամենանշանակալիցը դա մարդն է։ Հետո նոր մնացած ամեն ինչը, բայց մենք մարդով չենք զբաղվում։ Ավելի շատ կարևոր են օրենքները, օրենքների կատարելը եւ այլն, որը նշանակություն ունի, բայց առաջնային չի, բայց մարդը չկա, հասկանում եք։ Այ սա շատ մեծ նշանակություն ունի։ Էլի այստեղ ելքը հոգեբանության ներխուժումն է։ Անպայման չի, որ հոգեբան լինես, որ ներխուժումը տեղի ունենա։ Կարևորը, եթե դու ղեկավար ես, հասկանաս դա, որ հոգեբանությունը կարող է օգտակար լինել եւ մեծ արդյունք տալ եւ դիմես հոգեբանի, անպայման չի կետ հոգեբան լինել։ Սա, գիտեք, աշխարհայացքի լայնության հարց է։ Եվ այդ առումով ասեմ դες, որ առավել եւս եւ տեմպը կյանքի փոփոխման եւ այ մասնագիտությունների շատ կտրուկ փոփոխումները շատ լուրջ խնդիրներ են առաջ բերելու։ Շատ լուրջ խնդիրներ։ Դուք իրականում ես համաձայն եմ, որ հիմա մի շարք կարճաժամկետ ծրագրեր կան, կրթական տրեյնինգներ, վերապատրաստման դասընթացներ եւ այլն, եւ միևնույն ժամանակ դա էլ իր հետ բերում է նոր մարտահրավերների, օրինակ հիմա ահռելի մեծ ազդեցություն ունի սոցիալական կայքերի ազդեցությունը մարդկանց որոշումների կայացման վրա ընդհանուր։ Ես շատ եմ հանդիպում հետևիր իմ հաջողության պատմությանը, լավագույն բիզնես գաղափար, դարձիր լավ բիզնեսմեն եւ այլն, եւ միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դրանք մարդկանց շատ հաճախ տանում են կեղծ իրականություն մասնագիտության ընտրության համատեքստում, բայց միևնույն ժամանակ մարդիկ գնում են դրա հետևից։ Ես կուզեմ նաև մենք խոսենք, թե ինչ ազդեցություն են ունենում այժմյա սոցիալական կայքերը մասնագիտության ընտրության հարցում, որովհետև հիմա շատ ժամանակակից մի շարք մասնագիտություններ են ի հայտ եկել եւ ահռելի շատ ինֆորմացիա կա դրա հետ կապված, բայց ինֆորմացիան դեռ գիտելիք չէ, գիտելիքն էլ դեռ պետք է կիրառվի։
Ու միևնույն ժամանակ հասկանում եմ, որ կա այս իրականությունը եւ ծնողների մտավախությունը, որ պետք է ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք հստակ ու հաստատ են։ Եվ մյուս կողմում սոցիալական կայքերի այս պրեսինգն է, որ արի իմ հաջողության պատմության հետևից ամենատարբեր ու գրավիչ գովազդներով, ու դրա կենտրոնում հայտնվում է պատանին երիտասարդ մարդը։ Ինչպես գնահատել այս ազդեցությունը այս պատանի մարդու վրա ու ինչպես ընտրել այն բալանսը ընտրելու քեզ համար ճիշտ մասնագիտություն է եւ ոչ քարոզվող մասնագիտություն կամ ծանոթ մասնագիտություն կամ ապահով մասնագիտություն։ Ուրեմն այստեղ ԶԼՄ-ների դերը շատ բացասական են, ասեմ ինչու համար, որովհետեւ այսպես ասած կեղծ ազատությունը բերում է նրան, որ շատ հաճախ ԶԼՄ-ներում ի հայտ են գալիս հակասական կարծիքներ, խելոք, լավ եւ այդ հակասական կարծիքները մարդկանց վրա շատ բացասական է ազդում, տարբեր հիվանդություններ են առաջ բերում եւ ոչ միայն հոգեբանական բարդություններ, այլ նաեւ ֆիզիոլոգիական հիվանդություններ։ Մարդիկ չեն դեռ կարողանում ընդունել, որ ինֆորմացիան հիմա մեր ժամանակներում ամենահզոր գործող երևույթներից մեկն է։ Օրինակ հոգեբանության մեջ կա մի հետաքրքիր գաղափար, բոլորից շատ լարված վիճակը, ստրեսային վիճակը, առաջ է գալիս ինֆորմացիայից։ Հիշեք խնդրեմ կովիդը, բոլորն էլ հիշում են, որտեղ դա եւ շարունակվող է եւ բոլորը մի քանի տարի է, որ այդ տեղի է ունենում, էլի, հին ժամանակները չի, որ ասենք հին էր։ Դուք հիշում եք կովիդի ժամանակ բժիշկների ելույթներ կապված կովիդի հետ ինչա պետք անել։ Չեմ այդ ելույթները եւ մեր բժիշկներն են եւ արտասահմանի բժիշկներն են եւ ինչքան հակասական բաներ էին առաջարկվում կովիդի դեմ։ Բոլորը բժիշկներ են, տեխնատուներ, դոկտորներ, փորձառու բժիշկներ եւ հակասական, որտեղ կովիդը դեռ չէր հետաձգված։ Չգիտեին ինչա կովիդը։ Միջև հիմա հիվանդություններ կան, որոնց դեմ պայքարելը համարյա անհնարին է։ Օրինակ միգրենը։ Հասկանում եք, չկա դեռ մեխանիզմները պարզ չեն դեռ։ Այդպեսի շատ բաներ կան, որոնք չեն հասել գիտությունը այդ ուղղությամբ, որ կարողանան բացահայտել լեվորի դեմ բանան։ Այնպես ինչպես շատ հաճախ երևի տեսնել եք, առաջարկում են շատ հիմա ընդունված է տարբեր տիպի դեղորայք։ Ինչ ուղղակի հենց այնպես մի հատ ինչ որ վիտամինի տիպի բան է, մեկը տրվում է որպես բոլոր հիվանդությունների բուժելու մեթոդ։ Ախր չի կարելի։ Մարդիկ կան, որոնք հավատում են դրան եւ դրանց քանակը շատ դա, որովհետեւ բոլոր մասնակից չեն, որպեսզի մոտենան, բայց գոնե մտածելաձևով պետք է լինել, ու ինքդ քեզ հարգես։ Ես ունեմ շատ եւ մտերիմ եւ շատ ծանոթներ, որոնք բժիշկ բառը ընդունում են, որ ինչ անի բժիշկը այդ ճիշտ է։ Ոնց կարելի է այդպես մոտենալ։ Եվ այդ գիտեք, այդ ԶԼՄ-ների ազդեցությունն է, եւ դες ասեմ, որ օրինակ ամբողջ աշխարհում առողջապահության հետ կապված ֆարմացևտիկան, որը ամենամեծ փողերն է բերում եւ համապատասխան այնքան էլ չի նպաստում, որ նոր բաներ անեն, մեթոդներ օգտագործեն, համապատասխան մեծ գումարներ են աշխատում դրանով։ Եվ ասեմ դες, այդ ԶԼՄ-ների ազդեցությունը շատ մեծ է, որովհետև հիմա, քանի որ կոմպյուտերիզացիա է գնացել, մենք ավելի սովոր ենք հավատալու եւ սովոր ենք սովորելու կոմպյուտերների եւ հեռախոսների միջոցով։ Ինձ պետք չի մտածել իմանալ։ Որովհետև հարցա պետք նայում եմ, տեսնում եմ, սովորել պետք չի ինձ։ Հասկանում եք։ Ես օրինակ արգելում եմ, որ դասերի ժամանակ հեռախոսի զանգ գա։ Արգելում եմ ուղղակի հեռախոսները, որովհետև ինձ է պետք լսել։ Իսկ ինձ լսելը գիտեք ոնց է իմ դասերը գնում, մենք քննարկում ենք, բոլորը մասնակցում ենք, ինձ պետք է որ ուսանողը մտածել սովորի, հասկանում եք։ Ամենակարևորը, եթե նա մտածողը ստեղծում է բարդ իրադրություն, ինքը երկ կգտնի։ Եթե մտածող չի, ինքը կհետևի ԶԼՄ-ներին, կամ կողքի հարևանի ասածին տամ, ընկերոջ ասածին տամ, եւ այլն, եւ այլն։ Նաեւ մասնագիտական ընտրության արդյունքում։ Ասում եմ,
Գնացել են, որտեղ մի ընկերուհին էր գնացել, գնացել են, որտեղ ասում են, եւ այդպես մոտեցումը վերում են նրան, որ պետությունը շատ ծանր վիճակի մեջ են գնում, որովհետեւ պետությունը ինքը չի կազմակերպում դա, բայց ինքն գնում է վատ վիճակի մեջ, կադրերի հարցն է։ Հիմա բոլոր տեղերում կադրերի խնդրեմ կա։ Դուք գիտեք, որ Երևանում առաջ դպրոցները որովհետեւ ուսուցիչ գնայր աշխատել, լուրջ խնդիրներ էր։ Հիմա զանգ են տալիս, խնդրում են դե ուսուցիչ ուղարկեք մեզ։ Ոչ մեկը չի գնում ուսուցիչ դառնալու։ Իսկ ուսուցիչը դա այն առաջի հենց բանն է, որ անձն է սկսում ասուն հասակում ձևավորել եւ ապագա մասնագիտության ընտրության մեջ ամենակարևոր օղակն է։ Ասեք խնդրեմ, ո՞նց կարելի է հասկանալ այն ուսուցիչին, որը երեխային դիմում է դեբիլ բառով։ Ո՞նց կարելի է։ Տեսեք կադրերը ո՞նց են փոխվել։ Արդյոք բոլոր մայրերը, հայրերը պատրաստ են լինելու մայր հայ։ Արդյոք բոլոր ուսուցիչները, որոնք ուսուցիչ են, իրոք կարողանում են ուսուցչական ֆունկցիաները դաստիարակության եւ այլ։ Եթե կրթությունն ու գիտությունը բաժանվել են իրարից, այդ ժամանակ որ նոր պետք է լինի։ Տեսեք, հոգեբանությունն է միշտ տեսությունն է տրվում։ Վերջի մի քանի տարին է, որ պարտադիր մտել է գործնականը, բայց ոչ բոլորն են պատրաստ այդ գործնականը իրականացնելու։ Ամեն դեպքում մենք տեսեք տեխնոլոգիաներից խոսեցիք, որ շատ տեխնոլոգիաներ փոխարինելու են գալու շատ մասնագիտությունների, եւ բայց միևնույն ժամանակ ես համարում եմ, որ տեխնոլոգիաների զարգացումը իրենց հետ բերելու է նոր հմտություններ։ Այսինքն տեխնոլոգիան կարող է անել ֆիզիկական գործ, նույնիսկ կարող է մտածել, չասեմ ինչպես մարդը, բայց ինչպես մարդը նրան կկոդավորի, այսպես ասեմ, բայց այնուամենայնիվ քննադատական մտածողություն, առաջնորդություն, կան կարողություններ, որոնք իմ խորին պատկերացմամբ տեխնոլոգիան չի կարող փոխարինել։ Մենք զարգացող երկիր ենք ըստ էության Հայաստանի Հանրապետությունը, բայց մեր երիտասարդները մշտապես ձգտում են հետևել ու առաջնորդվել աշխարհի տեղի ունեցող փոփոխություններով, ինչը բնական է կարծում եմ։ Այս առումով էլ է իրականում խնդրահարույց, որովհետև աշխարհը անասելի արագ տեմպերով է զարգանում եւ մենք այս տեմպերի համատեքստում փորձում ենք ինչ-որ առումով դիրքավորվել։ Հենց մասնագիտական առումով։ Ու սկսում են ինչ խորհուրդ տալ այն մարդուն, որ անընդհատ փորձում է նոր բաներ, չգտնելով, այսինքն մեր քննարկածի զուգահեռ բևեռը, երբ որ մենք հիմա քննարկում ենք, որ ընտրում ենք մասնագիտություն եւ չենք ուզում այլ մասնագիտություն փորձել, կա տենդենց, երբ որ ամեն ինչից հիմա փորձում են։ Հոգեբանական առումով ինչ իրավիճակում է գտնվում այդ մարդը, եւ ինչպես կարողանա կողմնորոշվել։ Ըստ էության իսկույն նորմալ է, երբ մարդ կարող է ընտրել սխալ մասնագիտություն, փորձել մի քանի մասնագիտություններ, չկողմնորոշվի, բայց երբ դրան վրա ազդեցություն է գործում արդեն ժամանակակից անընդհատ փոփոխվող աշխարհը, ինչպես մարդը տեղորոշվի այս արագության տեմպի մեջ եւ որն է դրա հոգեբանական ազդեցությունը մարդու վրա։ Ըստ ինձ էլի չխորանալով արդեն գիտեք, պետք է անպայման գիտակցության վրա ազդել են առումով, որ սովորելը ամոթ բան չի, ոչ մի տարիքում։ Ես օրինակ իմ ուսանողներից շատ բան եմ սովորում, ասեմ ձեզ, եւ ոչ միայն իմ թոռներից շատ բաներ եմ սովորում։ Սովորելը ամոթ բան չի։ Այնպես ինչպես սխալվելը ամոթ բան չի։ Ուղղակի նույն սխալը երկրորդ կամ երրորդ անգամ անելն է ամոթ։ Ուրեմն դու մտածող չես, եթե նույն սխալը, նույն պայմաններին դու շարունակում ես անել, դա է ամոթ։ Մենք խոսեցինք, որ ամոթը չափանիշները փոխել ա մի քիչ եւ էությունն ա փոխել։ Բայց ամեն դեպքում, եթե պատրաստ է մարդը սովորելու, մի խանգարի։ Հասկանում եք, մենք խանգարում ենք շատ հաճախ, խառնվում ենք մարդու գործերի մեջ, մարդու ինքնուրույնության մեջ։ Մի խանգարի։ Ինքը թող պատասխանատու լինի իր արածի համար, հասկանում եք, այդ շատ կարևոր է, որ մարդը հասկանա, որ ինքն է պատասխանատու։ Որովհետև շատ հեշտ է, գիտեք, ամուսնացել է, ամուսնության օրինակը շատ լավ մոդել է, էլի։ Ամուսնացել է, որովհետև մաման ասել է, կամ պապան ասել է, կամ չգիտեմ ով ասել է, որ ամուսնացել է, հետո որ չի ստացվում, այդ չգիտեմ դուք տեղյակ եք, շատ հետաքրքիր փիլիսոփական
արտահայտություն կազմա։ Եթե մարդը ամուսնանում է եւ նորմալ է ամեն ինչ, դա լինում է երջանիկ։ Եթե երջանիկ չի լինում, դառնում է փիլիսոփա։ Հիմա գիտեք, մեզ պետք է որ ոչ թե փիլիսոփա դառնա, այլ երջանիկ դառնա։ Իսկ երջանկությունը մարդու իրականացումն է։ Կողքից ես չեմ կարող ուրիշ մարդու երջանիկ դարձնել։ Ինքը պետք է ցանկանա, ես կարող եմ ցանկություն առաջացնել, հետաքրքրություն առաջացնել, բայց ոչ թե իր տեղը երջանիկ լինեմ, հասկանում եք, այ հոգեբանության նշանակությունը եւ լրջությունը նրանում է, որ հիմքերն են փոխվում, մարդը ինքն է փոխվում այդ հիմքերի հետ միատեղ։ Այդ սովորելը, որ տեմպին դիմանաս փոփոխությունների, այո, պետքա սովորել։ Պետքա սովորել, ամեն օր սովորել։ Եվ այդ սովորելը իր հիմքում չպետք է ունենա գումարը, որովհետև գումարը երջանկություն չի բերում։ Գումարը միջոց է միայն, այ պետք է հստակ հասկանանք մենք, որ գումարը դա միջոց է նպատակին հասնելու։ Եթե չունես նպատակ, իսկ գումարն է դառնում նպատակ, այդ դեպքում միշտ գալիս է նա, որ մարդը երջանիկ եւ իրոք երջանիկ չի կարող լինել։ Կարող է ձևացնել։ Այդ ձևացնելն է գիտեք ինչ ձև է ստանում, լավ մեքենա, լավ հագուստ, լավ տուն եւ այլն։ Իսկ այդ դրա մեջ շատ մարդիկ կան, որոնք երջանիկ չեն։ Դուք ընտրել եք հոգեբանի մասնագիտությունը եւ մասնագիտացել եք այդ ուղղությամբ բավականին շատ տարիներ առաջ։ Որն է եղել մասնագիտության ընտրության ձեր դրդապատճառները եւ որպես ամփոփում կխնդրեմ խորհուրդ տաք մեզ հետեւող մասնագիտության հարցում կողմնորոշված իրենց երջանիկ չզգացող եւ դեռ չկողմնորոշված մարդկանց ինչպես կարողանալ ընտրել այն մասնագիտությունը, որը երջանկացնում է իրենց եւ չվախենան, եթե հասկանում են կյանքի մի որևէ փուլում, որ ընտրված մասնագիտությունը կարելի է փոխել եւ ընդունել, որ դա իրենց համար հարմար չէ որպես մասնագիտություն։ Գիտեք, առաջի հարցին ես պատասխանեմ, որ պատահական շփվել եմ հոգեբանության հետ, արդեն ունենալով բարձրագույն կրթություն։ Առաջի կրթությամբ ես ինժեներ էլեկտրոնշիկ եմ։ Ես 12 տարի Լենինգրադում եմ սովորել, առաջի ինստիտուտը, երկրորդ ինստիտուտը, ասպիրանտուրան, երկրորդ ինստիտուտը եւ ասպիրանտուրան կապված է հոգեբանության հետ եւ բայց հոգեբանության այն ուղղության, որը ինձ հոգեհարազատ եղավ, որովհետև կոչվում է ինժեներական հոգեբանություն, մարդ-մեքենա փոխհարաբերությունները, մեքենաների հետ ես ծանոթ էի, մարդն էլ դու մի ասայի, միշտ մեջս եղել է, էլի այդ ձգտումը մարդուն նաև ճանաչել։ Եվ ասեմ ձեզ, որ իմ բախտը բերեց, որ ես գտա, իրոք բախտ։ Թեպետ հավանական է, եթե ես մնայի առաջի կրթությամբ, էլի վատ չէ զգա, որովհետև ես ինքս եմ ընտրել, ես ուրիշին երբևիցե չեմ կարող ասել, որ ինձ թելադրել են կամ ձեր պատճառով է եղել։ Այնպես որ այդ հարցը բան էլ է, բայց կարելի է ասել, որ ես ինձ գտել եմ, այդպես ասեմ։ Ինչպես իմ կինն է ասում, որ ես երջանիկ մարդ եմ։ Այն ինչ որ վերաբերվում է երկրորդ հարցին, գիտեք, առաջինը պետք է հասկանալ, որ շատ արագ է փոխվում, ավելի արագ, քան հասարակությունը կարող է նպաստել այդ արագության հետ կապված կազմակերպելու կյանքը։ Ուրեմն քո ձեռում է դա։ Բարի եղիր, հասկացիր ինչն է եւ պատասխանիր ինքդ քեզ, ինչ ես ուզում։ Ուրիշի վրա մի գցի այդ խնդիրները։ Ինքդ։ Մեր ժամանակներում, գիտեք, մարդիկ ավելի խելամիտ են, բայց ցավոք սրտի այդ խելամտությունը իր մեջ շատ է պարունակում, նորից եմ կրկնում, փողի գործոնը։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Իհարկե, սոցիալ-տնտեսական պայմանները պետք է բարելավվի, որովհետև ինչքան էլ մենք խոսենք, ինչքան էլ ասենք, սոցիալ-տնտեսական պայմանները շատ հզոր գործոն են եւ սոցիալ-տնտեսական պայմանները ստեղծում են հասարակական կարծիք, որը համապատասխան ձևով ազդում է մարդու վրա։ Միանշանակ, որտեղ որ կան մասնագիտություններ, ամեն դեպքում մարդը մեծանում է, իր կարիքները եւս մեծանում են եւ շատանում ու կան մասնագիտություններ, մանկավարժի աշխատանք, ամենատարբեր արվեստի ներկայացուցիչների, դերասանի,
ամենատարբեր մասնագիտություններ, որոնք ինչքան էլ ֆինանսական կոմպոնենտը ըստ էության ասում ենք, որ կարևոր չէ, բայց մարդ մեծանում է, իր կարիքները եւս մեծանում են։ Եվ այս կոնտեքստում ես իրականում շատ եմ մտածում, որ երեխաների եւ թորների միջոցով ոչ թե միայն ինքը։ Այո։ Եվ այս կոնտեքստում ես ինքս եմ շատ մտածում, որովհետև ես էլ մասնագիտության ընտրության հարցում երբ վատ բան եմ արել։ Չէ, իրականում լավ բան եմ արել, որովհետև փիլիսոփա չեմ դարձել, երջանիկ եմ։ Չեմ լսել օրինակ իմ ծնողներին, չեմ լսել մասնագիտության ընտրության հարցում, բայց լսել եմ, թե ինչի է կարևոր այդ մասնագիտությունները աշխարհի համար։ Ու դրա համար շատ կարևոր է լսել եւ ընկալել ողջ այն ինֆորմացիան, որ կա քո շուրջ բոլորը եւ լսել այն մարդկանց, ովքեր կարևոր են քեզ համար, ծնողներ, ընկերներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, տատիկներ, պապիկներ, բայց միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, թե այդ եղած ինֆորմացիայից եւ խորհուրդների բազայից որպես մարդ, որն է քեզ ավելի հարմար եւ որպես մարդ, որն է քեզ ավելի հոգեհարազատ։ Սա իրականում կարևոր է, որովհետև այդ սերունդների բախումը նույնիսկ մասնագիտության ընտրության հարցում դա այն պատճառով է, որ ծնողը չի ուզում իր երեխային վատ ապագա, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է հասկանալ, թե երեխան իրեն ինչ ապագա է պատկերացնում։ Եվ եթե ծնողը օրինակ հասկանում է, որ ընտրված մասնագիտությունը առնվազն ֆինանսաբեր չէ, փորձի դա կամ բացատրել, կամ գտնել ճանապարհներ, թե ժամանակակից աշխարհում ինչպես կարող է դառնալ ֆինանսաբեր այդ մասնագիտությունը, որտեղ ես իրականում հավատում եմ, ես էլ եմ միտված այն մտքին, որ այն ինչ սիրում ես, դա տալիս է այնչափ շատ էներգիա, որ էլ ոչինչ չի կարող տալ։ Թերևս այսքան իրականում շատ կարևոր ու շատ լայն թեմա է, միշտ կարելի է խոսել այս թեմայի շրջանակում, որովհետև ինչպես դուք նշեցիք ձեր զրույցի ամենատարբեր կետերում, դա պայմանավորված չէ մեկ կամ մի քանի գործոնով, դա պայմանավորված է տարիների կարծրատիպացված մտածողությամբ, այո, համակարգային մի շարք օբյեկտիվ իրականությամբ եւ այլն։ Եվ ձեզ պարզապես պիտի խնդրեմ, որ փոքրիկ կոչով կամ խորհրդով դիմեք որպես ավագ սերնդի ներկայացուցիչ ունեցող շատ հարուստ կենսափորձ, փոքրիկ խորհրդով դիմեք մեզ հետևող այն բոլոր պատանիներին, որոնք պատրաստվում են ընտրել որևէ մասնագիտություն կամ վախենում են ասել, որ այս մասնագիտությունը ինձ համար չէ։ Փոքրիկ խորհուրդ, մեկ նախադասության, երկու նախադասության։ Գիտեք, նախ եւ առաջ մի վախեցեք սխալվելուց։ Սխալները նրա համար են արվում, որ դու ուղղես այդ սխալը։ Դա մեկ, ամեն ինչը կարելի է ուղղել, եթե դու հասկանում ես, որ դա դու ես արել։ Երկրորդը, գիտեք, ավելի լուրջ հարցի պետք է դիմեմ, առաջի հերթին հարգել է պետք մարդուն, բոլոր մարդկանց, հասկանում եք, այդ դեպքում դու կարող ես արժանանալ հարգանքի, եթե դու մարդ չես հարգում, բայց չես սիրում մարդ, դժվար թե քեզ սիրեն, այդ ցուցադրական ինչ-որ բան կլինի, եւ հարգելու տեսանկյունից մարդասիրությունը ամենակարևորագույն մարդու հատկություններից մեկն է, որովհետեւ գիտեք բոլոր փոխհարաբերություններից մարդը սոցիալական եւ կենսաբանական էակ է եւ կենսաբանական գործոններն են կարող առողջության բանի համար եւ սոցիալական բոլոր կապերը այդ ցավոք սրտի մեզ չեն սովորեցնում եւ չեն դաստիարակում այդ կապերի հետ կապված չեն սովորեցնում մարդկանց հետ համագործակցելու հիմնականում գնում է պայքարը, այն էլ մեր ժամանակ, որտեղ մեջը փողն է, հասկանում եք, եւ այստեղ փողը շատ կարեւոր է, բայց առաջնային չէ։ Խնդրում եմ դա ընդունել որպես վատ։ Մեկը մյուսին չի հակասում, մեկ չգիտեմ ինչի անպայման հակասության մեջ ենք տեսնում։ Մարդու մեջ ամեն ինչը կա եւ հակասական չի, ամբողջական է։ Բայց այդ ամբողջականը ղեկավարումը ամենակարևորը բանականությամբ, բարոյականությամբ, հասկանում եք հիմա նույնիսկ ամոթ է բարոյականության մասին խոսել։ Գիտեք, ամենակարևոր մարդկային գաղափարը դա մարդկասիրությունն է։ Բայց ով է սովորեցնում մարդասիրություն։ Հակառակ փոքր հասակից նույնիսկ մի ընտանիքում երկու քույր, եղբայր, էլ չեմ ասում հայր, մայր Դու գիտեք ամուսնալուծությունների քանակը ինչ կան է հասնում Հայաստանի։ Մոտենում է 50%-ի է։
Այն դեպքում, որ ընտանիքը միշտ հայերիս համար եղել է պետության փոխարինող բան։ Պետություն դարերով չենք ունեցել, ընտանիքն է արել։ Ընտանիքը հետո եկեղեցին էլ է մեծ ֆունկցիա կատարել, բայց առաջերտին ընտանիքն է հիմքը։ Մենք ցավոք սրտի քանդում ենք ընտանիքը։ Այն որ մեզ փրկել է եւ դարերով հնարավորություն է տվել գոյություն ունենալ։ Մի ուրիշ խորհուրդ սիրով սովորեք։ Ընտրելու ժամանակ նույնիսկ եթե դուք ընտրեք, հետո հասկանում եք, որ չեք ընտրել, միևնույնն է, սովորելը գիտեք ինչ է։ Օրինակ տեսեք, ինչքան աղավաղվեց այդ բանը։ Վերջի դասարաններում սկսում են միայն այցելել այն դասերը, որտեղ որոնք պետք է քննություն հանձնեն բու ընդունելու համար։ Բայց յուրաքանչյուր առարկա մտածողություն է տալիս, որը անհրաժեշտ է սովորելու անկախ մասնագիտությունն ընտրելուց, հասկանում եք։ Իսկ մենք ընտրում ենք նեղ 2-3 մասնագիտությունների ուղղություն, որոնք քննության համար, ոչ թե սիրում ենք, այլ քննության համար, որովհետև պետք է ընդունվեն այն ֆակուլտետ, որը, հասկանում եք, այդ մոտեցումը լավ արդյունք չի տալու։ Երջանկություն չի կարող բերել։ Այդ դեպքում մարդը սկսում է երջանկություն զգալ։ Ես տարիներ շարունակ կապված եմ եղել բանտերի հետ։ Տասնյակ տարիներ։ Եվ դες ասեմ, մարդիկ, որոնք գտնվում են բանդում, քիչ անելու բաներ ունեն, չէ՞։ Եվ մասսայական երևույթ եմ նկատել, մեկ էլ անցնում են միառժամանակ, որը երկար տարիներ են լինում այնտեղ բանտերում։ Մեկը նկարել է սկսում, մյուսը փորագրել է սիրում, մյուսը ինչ-որ շինարարություն է սկսում անել, մեկը սկսում է ոտանավոր գրել, որտեղից, չի սովորել։ Հասկանում եք, մարդու մեջ ամեն ինչ կա, հնարավորությունները շատ լայն են։ Գտիր այդ հնարավորությունները, եթե չես գտե, փորձիր որ գտնես։ Ոչ թե ենթարկվիր։ Կյանքը պետք է քեզ ենթարկվի, ոչ թե դու կյանքին ենթարկես։ Այդ իմ կարևորագույն խորհուրդն է։ Շնորհակալություն շատ պարոն Ազոմցյան։ Ես հիշեցնում եմ մեզ հետևողներին, որ մեր զրույց քննարկումների շարքը արդեն իսկ մեկնարկել է եւ մեզ սպասում են շատ եւ նոր հետաքրքիր թեմաներ, քննարկումներ եւ զրուցակիցներ։ Շնորհակալություն։